Սաիդան պատերազմների մասնակցի կին է, անչափահաս երեխաների մայր, թողել է երեխաներին եւ այսօր նստացույց է իրականացնում։ Ինչքան եք պատրաստում, քանի օր, քանի ժամ նստել եւ այլն։ Նախ շնորհակալ եմ, որ արձագանքել եք մեր խնդրին եւ այս ինչպես միշտ լուսաբանում եք այս մեծ հուսող հարցերը։ Այս պայթյունությամբ նախատեսել ենք իրականացնել 1 շաբաթ շարունակ ժամը 11-ից մինչև ժամը 8-ը։ Նստացույցը սկսում եմ ինքս մենակ եւ խնդրում եմ կոչ եմ անում այն մայրիկներին, ովքեր անտարբեր չեն Դավիթ Մինասյանի կյանքով, միանալ, գալ, նստել, աջակցել, մի քանի րոպեն անգամ մեզ համար մեծ նշանակություն կլինի։ Ինչ եք պահանջում գլխավոր դատախազից նստացույցով։ Գլխավոր դատախազին օրեր առաջ ուղարկվել է։ Գլխավոր դատախազից ինչ եք պահանջում։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո, եւ այս պայթյունությամբ շատ քրիտիկական է նաեւ Դավիթի իրավիճակը, թույլ տալ ստանալ լիարժեք բուժում եւ փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են։ Մենք գիտենք, որ Դավիթը մեղավոր չի եւ այս պայթյունությամբ փորձում ենք մոբիլիզացիա անել եւ ներգրավել շատ մարդկանց այս հացի շուրջ ուշադրություն գրավելու համար։ Գլխավոր դատախազը ուզում են տեղափոխել քրեակատարողական հիմնարկներից եւ վիճակի, որովհետեւ բժշկական հետազոտություններով կան ուղեղային վնասվածք եւ ուղեղի ցնցումներ մոտը տիկնապահի հարվածից։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնից վեր կացավ, կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ։ Մեր նպատակը նաև դա է խոչընդոտել, որպեսզի Դավիթը ստանա լիարժեք բուժում հիվանդանոցում մինչև այն պահը, որ ի վիճակի կլինի ենթարկվել դատախազության հրամանին։ Սաիդա գլխավոր դատախազը դատախազությունը անցած շաբաթ մերժեցին ազատ արձակել։ Այդ դեպքում այստեղ նստացույցը ինչքանով կփորձի փոխել նրանց տեսակետը։ Իրականում շատ լիահույս եմ, որ հնարավորություն կունենանք ազդել իրավիճակի վրա, այստեղ միայն նպատակային է, որ շատ մարդիկ ներգրավեն, երբ որ դու մի խնդրի շուրջ կարողանում ես շատ մարդկանց մոբիլիզացնել եւ խնդիրը բարձրաձայնել, հնարավորությունը մեծանում է, ընտանիքը զգա, որ ինքը մենակ չի։ Դավիթը երբեմն հարցում է, իսկ ինձ հիշում են իմ մասին մարդիկ հոգ են տանում, այսինքն ես ուզում եմ այս մեսիջը հասնի հիվանդանոց, հասնի Դավիթին, հասնի ընտանիքին, որ իրենք զգան մենակ չեն եւ ես միշտ այն սկզբունքով եմ առաջնորդվում, այսօր Դավիթն է, վաղը մենք մեր յուրաքանչյուր երեխա կարող է հայտնվել իրավիճակում եւ մենք էլ ապահովագրված չենք, այնպես որ հիմնական նպատակը նա է ստանալ անհրաժեշտ բուժումը հիվանդանոցում եւ փաստաբանները ավելի մանրամասն կներկայացնեն ինչ վիճակ է ընթացքում։ Դուք տեսել եք։ Այո։ Թե գիտեք իրավապահները ինչ են ասում, վարչապետն է նկատում, որ իրավատանգությունը պետք է հսկվել է եւ այդ տղայի վրա բեջ կախած չէր, որ հասկանային, որ 18 տարեկան է, խնդիրներ ունի եւ այլն։ Նույն ձև կպատասխանեմ իրենց ոստիկանության կամ քաղաքացիական հագուստով ոստիկանի վրա կախված չէր բեջ, որ մենք իմանայինք, որ ինքը ոստիկան է եւ մոտ չգնայինք Փաշինյանին։ Հետո այնտեղ այնպիսի վիճակը, որ եկեղեցիում չեմ կարծում լինի ինչ-որ մեկը, որ պատրաստ էր ինչ-որ վնաս հասցնել Փաշինյանին, ավելի շատ մենք կմտածենք այնտեղ գտնվող մարդկանց մասին, քան իր առողջության մասին։ Եթե հարցը չիմանալներ արդեն գիտեն, հա, որ կներեք 1982 հարցին կարող եք պատասխանել։ Ձեր երեխաների մասին այս ընթացքում բարով է հոգ տանալու։ Բազմազավակ մայր եք։ Կամ ձեր գործերից կտրվում եք ցուրտ է։ Հա, շատ ցուրտ է, բայց ես ինձ ամեն վայրկյան պատկերացնում եմ Դավիթի մայրիկի տեղում 4 բալիկներին իհարկե մեծ միքը 3-ին մակապարտեզ, արդեն շփոթվում 3-ին դպրոց, 1-ին մակապարտեզ եւ տատիկները հոգ կտանեն հորաքույրը, ինչպես որ միշտ աջակցում են ինձ։ Իհարկե շատ դժվար է, բայց այլ տարբերակ այս պահին չեմ տեսնում, որպես մայր իմ աջակցությունն եմ հայտնում Դավիթի մայրիկի։ Ինչու մնալու եք։ Այո։ Ուրեմն անդրադառնանք այս պահին Դավիթի վիճակին եւ ինչ գիտեք այս պահին։ Գիտեմ, որ վիճակը էլի շատ վատ է, իհարկե ձեռքերի կապտուկները եւ այլն դրանք անցել են, բայց այն որ ինքը իրեն լավ չի զգում, այդ սալջարդ է, ուղեղի
ցնցում է ստացել, դա արդեն մեծ խնդիր է եւ երկարատև բուժման արդյունքում կկարողանանք արդյունք տեսնել։ Այնպես որ Դավիթը այս պահին միանշանակ պետք է մնա դա հիվանդանոցում։ Որտեղ եք նստելու սա իրական։ Այստեղ են թույլ տալու նստել, հուսով եմ, թույլ կտան եւ աթոռ տեղադրել եւ եթե դեմ չեն լինի մեկ ցուցանակ գոնե Դավիթից, որպեսզի մարդկանց ուշադրությունը գրավեն։ Շատ հարցեր ինչ է ծախսել։ Այնքան բաց հարց եք տալիս, այդ հարցին երևի անգամ իրենք չեն կարող պատասխանել, ուղղակի եթե ինքը այդպիսի հավատացյալ մարդ է, հավատում է Աստծուն եւ եկել էր աղոթելու սիրտը բանալու Աստծո առջև, այս պարագայում ես կոչ եմ անում իր գթությանը, եթե ինքը այդքան աստվածավախ է, ավելի մեղ վարվեն Դավիթի հետ եւ թույլ տան գոնե տանը իրականացնեն բուժումը եւ հոգ տանի մայրիկի իր մասին։